կհիշած կլինեք, որ օրինակ նույն McDonald's-ը, որ ամերիկյան բրենդ է, համարվում է Ամերիկայի ներկայություն ինչ-որ երկրում, խորհրդանշային սիմվոլիկ ինչու, որտեղ ասում են, որ որտեղ կա McDonald's, այդտեղ կա ամերիկյան շահ, իսկ որտեղ կա ամերիկյան շահ, ամերիկան, որպես պետություն կամ գերպետություն, փորձում է պաշտպանել իր շահը, այս կամ այն չափով։ Եվ ինչի էին երկրները, էլի սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, փորձում ունենալ ամերիկյան ներգրավվածություն իրանց երկրներում։ Նույնն էլ Ուկրաինան, թեև այնտեղ ինչ-որ դիմադրություն կար եւ կարծես թե պայմանների շուրջ խոսակցություն քննարկում կար, բայց այնուամենայնիվ ի՞նչ է դա նշանակում։ Եվ Տրամպը ինքնին բարձրաձայն դա ասեց, եթե մենք ունենանք այնտեղ ներկայություն, ներդրում, աշխատակից, հա, որը այդտեղ պետք է աշխատի, կամ շատ աշխատակիցներ, դա իհարկե ուղիղ չի նշանակում, որ Ամերիկան հենց այդ պահին այդ աշխատակիցներին զորքերով միանգամից կամ F-16-երով կամ F-35-երով պաշտպանելու է, բայց դա անուղղակիորեն նշանակում է, որ ժողովուրդ ջան, ես այդտեղ ունեմ շահեր, զգուշ եղեք։ Առնվազն զգուշ եղեք։ Որ ռուսական հրթիռը փորձի շրջանցել գոնե թե այդ ասվածը։ Օրինակ, հիմա իհարկե սա էլ պետք չի, ասենք, տենց ինչ որ շատ գեր է գնահատել, բայց թերա գնահատել էլ պետք չի։